Առաքել Մովսիսյանը գերազանց գիտի, որ ժողովրդի համար հեշտ չի լինի 1000 դրամից հրաժարվելը։ 20,000 դրամի աշխատավարձից պահեն 1000 դրամը էլի 10 հաց անում։ Սակայն բանակին ու զինվորին պետք է այդ փողը, մենք բանակով ենք հայ։ 10,000 էլ ասեն, պետքա անենք։ Կապ չունի, ունենք թե չունենք։ Դա չի նշանակում իհարկե, որ սահմանին զինվորը պետք է ոգևորվի եւ ինքն իրեն վիրավորի։ Առաքել Մովսիսյանն այդպիսի զինվորի համար փող չունի։ Որ մերնի էլ չեմ ափսոսա, եթե ինքը իրան խփում է։ Դեղաստում եմ քեզ, ինչ խփի։ Անօրինական ճանապարհով հարստացած պաշտոնյաներից պահանջվող գումարները վերցնելու գաղափարը խորտ չէ падգամավորին, բայց տվող չկա։ Այս մեկին քննադատում են մեքենա, էսեն, հո չի բերելու դիա մեքենան տա քեզ։ Այնուամենայնիվ հարուստն այդ փողը չի վայելի, եթե զինվորի ընտանիքը մնաց անփող։ Վիզները հաստատելով չի։ Ինքն իհարկե անօրինական ճանապարհով հարստացածների չի ճանաչում, որոնց մասին խոսում էր պաշտոնաթող գեներալ Սեդրակ Սարոյանը, բայց եթե այդպիսի կան, նրանց պատժելու հույսը պարոն Մովսիսյանը չէր թողնի Աստծուն, ինչպես վստահեցնում էր պաշտոնաթող գեներալը։ Այդ փողը լափողներին մենք պատժենք։ Իգենսը դատարանը պատժեն։ Համար մենք կպատժենք, հետո կտանք դատարանին։ Ասուհիսի թողի, ես իմ ետ պատժի։ Պատգամավորը վստահեցնում է, որ Վիգեն Սարգսյանի օրինագծում ամեն ինչ չէ, որ գրված է, այդ գումարները միայն զոհված զինվորների ընտանիքների կամ այլ վնասվածք ստացածների համար չէ միայն։ Էսի խոմ ինչի համար որ պետք է օգտագործել, սա չպետք է գրվեր։ Վաղը աստվածտա պատերազմը վերջանա, այդ գումարը եթե այդ զինվորների բնակարանին։ Իսկ եթե պատերազմը ընդհանրապես տեղի չունենա, այդ գումարները պարզապես կծառայեն սոցիալական վատ վիճակում գտնվող զինվորների ընտանիքներին։ Այդ գումարը իհարկե է թալյով վատ ապրողներին, լավ ծառայողներին։ Չի եղել բանակում որ լավ էի ծառայում կոմունիստների ժամանակ, օտպուսկ էին տալում քեզ։ Իդեպ պատգամավորը համաձայն չէ, որ ժողովուրդն այս օրենքին ընդդիմանում է, որովհետև չի ընդունում հանրապետականին։ Ճիշտ ես ուզում իմանաս։ Գյուղ կա որ շուն չլինի։